44 օր շրջափակման մեջ։ 44 օր շարունակ Արցախը ապրելու իրավունքի պայքարի մեջ է։ Թշնամին օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները արցախայության կյանքը անհնարին դարձնելու, կենցաղային հոգսերը բազմապատկելու եւ առավելագույն հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Ավագ սերունդը մի շրջափակում արդեն վերապրել է, հմտություն ունի կյանքը վերակազմակերպելու։ Վերջին 44 օրը հատկապես դժվար է փոքր երեխա ունեցող ծնողների, տարեցների, տեղորայքի կարիք ունեցող հիվանդների, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար։ Մայրիկները չեն կարողանում գտնել իրենց երեխաների բուժման համար անհրաժեշտ դեղորայք, կաթնախառնուրդ, տակդիր, իսկ բանջարեղենի ու մրգերի մասին խոսելն ավելորդ է, քանի որ բանջարեղենի ու մրգերի խանութները վաղուց արդեն փակվել են։ Ներկապային տեսոք չունենք, ձետ չունենք։ Մարդիկ ստիպված են փայտե վառարանների օգնությանը դիմել, տաքանալու, սնունդ պատրաստելու, ջուր տաքացնելու համար։ Թշնամին կրկին արգելափակել է գազատարը։ Էլեկտրաէներգիայի սահմանափակ ռեսուրսները հնարավորություն են տալիս ընդամենը մի քանի ժամ բնակիչներին ապահովել լույսով։ Ցախով ենք տաքացնում, ճիշտ է, տունը մի քիչ մեծ է, չի տաքանում, բայց հնարավորության սահմաններում ամուսինուս բերում է, այտենց տաքանում է տունը, սաղ գիշերը վառում ենք։ Ջեռուցման բացակայությամբ եւ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներով պայմանավորված դադարեցվել են մանկապարտեզների եւ դպրոցների աշխատանքները։ Արցախցի երեխաները զրկված են կրթության իրավունքից։ Բազմանդամ ընտանիքների հոգսերը կրկնապատվել են, չեն կարողանում առաջին անհրաժեշտության պարագաներ գտնել երեխաների սննդի ու հիգիենայի հետ կապված կարիքները հոգալու համար։ Իրենց աճի ու տարիքին համապատասխան զարգացման համար անհրաժեշտ առողջ ու բալանսավորված սնունդ ստանալու իրավունքից Արցախի երեխաները իսպառ զրկված են։ Միրգ չկա, հիմա սովորական ապուր սարքելու թեկուզ տարբերակ չկա։ Այս պայմաններում սննդի համաչափ բաշխումը ապահովելու համար բնակիչներին տրամադրվել են կընտրոններ, սահմանափակ քանակությամբ ձետ, մակարոնեղեն, շաքարավազ, հնդկաձավար եւ բրինձ ձեռք բերելու համար։ Առավոտի ծննդի կետերում հերթերի գոյացումը ձմռան եղանակային պայմաններում ել ավելի է բարդացնում քաղաքացիների բնականոն առօրյան։ Արցախի հիվանդանոցներում դադարեցված են պլանային վիրահատությունները, որի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված հիվանդները Հայաստան են տեղափոխվում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Շատ ընտանիքներ արդեն 44 օր է միայն տեսակապի միջոցով են շփվում իրենց հարազատների հետ։ Խեղված է ճանապարհի այս կամ այն կողմում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մանկությունը։ Հա։ Չգիտեմ, սպասում ենք։ Կան երեխաներ, որոնք ստիպված են կենցաղային հոգսերը եւ ընտանիքում մնացած մյուս երեխաների խնամքը իրենց ուսերի վրա վերցնել։ Ամենամեծ երազանքս այս պահին դա մայրիկիս եւ հայրիկիս տեսնելն է։